Թթվածնի բարձր պարունակությամբ խիտ մթնոլորտ եւ շատ ջուրն ինքնին հազվադեպ են ողջ տիեզերքում, բայց շատ ավելի պատահական իրադարձություններ են տեղի ունեցել երկրի վրա, որը եւ մարդկանց համար հարմարավետ պայմաններ է ստեղծել կյանքի համար։ Վերցնենք օրինակ երկրի առանցքի թեքությունը։ Երկիրը թեքված է 23 աստիճանով։ Եթե այս թիվը մի փոքր ցածր լիներ, ինչպես Յուպիտերինը, ապա երկիր մոլորակի վրա գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքները շատ ավելի քիչ կլինեին, քանի որ արևից ստացվող ջերմության քանակությունը հաստատուն կլիներ հասարակածում։ Հասարակածը կվերածվեր վառվող դժոխքի։ Բևեռներում կլինեին ավելի ցրտաշունչ անապատներ, իսկ տաք եւ սառը օդային զանգվածները կլինեին ստատիկ վիճակում։ Այսինքն չկան ջերմաստիճանի սեզոնային փոփոխություններ եւ թռիչքային խոնավության ցուցանիշներ։ Հետևաբար շատ ավելի քիչ բերք։ Եվ սա միայն գործոններից մեկն է։ Գոյություն ունի նաեւ մթնոլորտային ճնշում, անտառներ, ծովային հոսանքներ եւ այլ կարևոր գործոններ կյանքի ապահովման համար։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ երկիր մոլորակը ամենահարմարավետ մոլորակն է կյանքի համար եւ ավելի լավը այլևս չի կարող լինել։ Բայց եկեք պատկերացնենք, եթե լիներ ավելի լավ տեղ երկրի սահմաններից դուրս։ Մաթեմատիկան, ֆիզիկան եւ աստղագիտությունները բրուտալ գիտություններ են թեկուզ միայն այն պատճառով, որ այս երեք գիտություններն էլ պնդում են, որ տիեզերքում հնարավոր է լինեն կյանքի համար պիտանի մոլորակներ։ Եթե հետաքրքրեց, ապա բաժանորդագրվեք եւ մի մոռացեք դնել լայք տեսանյութին։ Սկսեցինք։ Մարդկությունը դեռ փնտրում է աշխարհներ, որտեղ կարելի է կյանք գտնել։ Ամեն օր գիտնականներն ավելի ու ավելի շատ են պոտենցիալ բնակության համար պիտանի մոլորակներ գտնում։ 2021 թվականի ապրիլին աստղագետները հայտնաբերել են սուպեր երկիր էկզոմոլորակը եւ շատ այլ էկզոմոլորակներ, որոնք նրանց կարծիքով բնակելի են։ Որքան հեռու են այս մոլորակները, ինչպես են դրանք հայտնաբերվել, իսկ կարող է այնտեղ իսկապես կյանք լինել։ Եկեք դիտարկենք այս հարցերը եւ պարզենք։ Վերջին 25 տարիների ընթացքում աստղագետները հայտնաբերել են մեծ թվով էկզոմոլորակներ, որոնք կազմված են քարից, սառույցից եւ գազից։ Էկզոմոլորակները մոլորակներ են, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս։ 2009 թվականին արձակված Կեպլեր տիեզերական աստղադիտակը հետևել է 155,000 աստղի Ծիրկաթինի մի փոքրիկ հատվածում։ Նրա խնդիրն էր փնտրել աստղային լույսի փոքրիկ բացեր, որոնք առաջացել են էկզոմոլորակի կողմից, որն անցնում է իր աստղի դիմացով։ Տիեզերական աստղադիտակը աշխատեց մինչև 2018 թվականի հոկտեմբերը, մինչև տիեզերանավը սպառեց իր վառելիքը։ Այն աստղերի մեջ գտել էր 4000 թեկնածու մոլորակ, որոնք կարող էին նման լինել երկրին։ Որևէ մեկը հիշում է Լյուկ Սկայուոքեր Տատոյին անապատային մոլորակը, որն ուներ երկու արև։ 2021 թվականի մայիսին հետազոտողները վերլուծեցին Կեպլեր տիեզերական աստղադիտակի տվյալները եւ գտան ոչ թե մեկ, այլ 5 աստղային պատերազմների ոճի երկուական աստղային համակարգեր, որոնք կարող են բնակելի մոլորակներ ունենալ կյանք այս կամ այն ձևով։ Հետազոտողները փնտրում են երկրի նման մոլորակներ, որոնց մակերեսին ջուր կա։ Այսպիսով, նրանք նայեցին երկուական աստղերի զանգվածին, նրանց պայծառությանը, չափերին եւ համակարգի մոլորակների մոտիկությանը։ Գիտնականները կարծում են, որ այդ համակարգերից երկուսում գտել են մոլորակ, որն ունի բարենպաստ ջերմաստիճան, որպեսզի իր մակերեսի ջուրը լինի հեղուկ վիճակում։ Այն գտնվում է Կեպլեր 38 համակարգում, երկրից մոտ 4000 լուսատարի հեռավորության վրա։ Այս էկզոմոլորակն ունի երկու աստղ, նրանցից մեկը նման է մերին, իսկ մյուսը մի փոքր ավելի փոքր է։ Նրանք 18 օրը մեկ էքսցենտրիկ հեղափոխություն են անում զանգվածային ընդհանուր կենտրոնի շուրջ։ Այս համակարգը լավագույն թեկնածուն է երկրին նման աշխարհի գոյության համար։ Այստեղ հայտնաբերված մոլորակը մոտավորապես Նեպտունի չափ է, եւ երկուական աստղերի բնակելի գոտում կարող են լինել եւս մի քանի մոլորակ, որոնց մասին մենք դեռ չգիտենք։
Վերջերս աստղագետները երկրից մոտ 90 լուսատարի հեռավորության վրա մեկ այլ էկզոմոլորակ են հայտնաբերել։ Նախնական հաշվարկներով այն ունի մթնոլորտ, որում կարող է լինել ջուր պարունակող ամպեր։ Այն 8 անգամ ավելի մոտ է գտնվում իր արևին, քան Երկիր մոլորակը։ Մոլորակի միջին ջերմաստիճանը տատանվում է -60 աստիճանի սահմաններում ըստ Ցելսիուսի։ Սա ամենասառը էկզոմոլորակն է երբևէ հայտնաբերվածների մեջ։ Թոյ 1231b էկզոմոլորակը մի փոքր ավելի մեծ է, քան Երկիրը, բայց փոքր, քան Նեպտունը։ Ուստի գիտնականներն այն դասակարգում են որպես սուպերերկիր։ Այն երբևէ հայտնաբերված ամենացուրտ էկզոմոլորակն է եւ իդեալական թիրախ կդառնա էկզոմոլորակների մթնոլորտը ուսումնասիրելու համար։ Ցավոք սրտի, գերերկրային էկզոմոլորակների մեծ մասը, որոնք մենք գտնում ենք եւ անվանում ենք բնակելի, չափազանց տաք են հոսանքը պահպանելու համար։ Դրա լավ օրինակը այս մոլորակն է, որը պտտվում է Կարմիր գաճաճ Գլիսե 486-ի շուրջ, որը գտնվում է Երկրից ընդամենը 26 լուսատարի հեռավորության վրա։ Հայտնաբերված էկզոմոլորակը, որը ստացել է Գլիսե 486b անվանումը, 30%-ով ավելի մեծ է Երկրից եւ գրեթե 3 անգամ ծանր։ Խնդիրն այն է, որ նրա ջերմաստիճանը 430 աստիճան Ցելսիուս է։ Այնուամենայնիվ, չնայած նման բարձր ջերմաստիճանին, այս մոլորակը պահպանել է իր սկզբնական մթնոլորտի մեծ մասը։ Սա անցողիկ մոլորակ է, որն իր աստղի դիմացով անցնում է շատ լավանկյան տակ, ինչը թույլ է տալիս գիտնականներին կատարել խորը վերլուծություններ։ Վերջերս Երկրից 36 լուսատարի հեռավորության վրա հայտնաբերվել է այրված գերերկրի մեկ այլ օրինակ, որը կոչվում է GJ740b։ Էկզոմոլորակը կարմիր թզուկի շուրջ պտտվում է 2,4 օր ժամանակով, եւ նրա զանգվածը մոտ 3 անգամ մեծ է Երկրի զանգվածից։ Սակայն այս մոլորակը կյանքի ձևավորման վայր չէ։ Նրա ջերմաստիճանը հասնում է մոտ 500 աստիճան Ցելսիուսի, իսկ մակերեսը հավանաբար շատ նման է Վեներային։ Երևում է, որ կյանք կրող էկզոմոլորակներ գտնելը դժվար է, եւ գազային եւ սառցե հսկա էկզոմոլորակները ավելի տարածված են, քան երկրային մոլորակները։ Դա պայմանավորված է նրանով, որ գազային եւ սառցե հսկաներին ավելի հեշտ է տեսնել տարանցման ժամանակ իրենց չափերի պատճառով եւ որովհետեւ լույսի սպեկտրը շատ ավելի աղավաղված է եւ թեքված, քան Երկիր մոլորակի նման փոքր ժայռոտ մոլորակինը։ Հնարավոր է գտնել կյանք այս գազային հսկաներից մեկի վրա։ Եթե մենք պատրաստվում ենք կյանք փնտրել, ապա չպետք է սահմանափակենք մեր որոնումները Երկրի նման մոլորակներով։ Կարլ Սագանը եւ Ստիվեն Հոկինգը ենթադրում են, որ գազային հսկաների մթնոլորտում կարող է գոյություն ունենալ կյանք։ Կեպլերի կողմից հայտնաբերված հազարավոր էկզոմոլորակների տեխնացուներից ամենատարածվածը Յուպիտերի տիպի տաք մոլորակներն են, որոնք պտտվում են իրենց մայր աստղին շատ մոտ։ Գազային հսկաները չունեն ամուր մակերես, որի վրա կարող է գոյություն ունենալ Երկրի նման կյանք։ Բայց հնարավոր է, որ գազային մոլորակների ամպերում ապրում է ինչ-որ էքստրեմոֆիլ, արարած, որը նման է ջրային արջի։ Գազային հսկաները կազմված են հիմնականում ջրածնից եւ հելիումից, եւ թեև դա կարող է անհեթեթ թվալ, բայց միանգամայն հնարավոր է, որ կյանքը կարող է զարգանալ գազային հսկաների վերին մթնոլորտում։ Բանավեճն այն մասին, թե արդյոք կյանքը կարող է գոյություն ունենալ Վեներայի թունավոր ամպերում, դեռևս ավարտված չէ։ Գիտնականները հայտնաբերել են ֆոսֆին քիմիական նյութը Վեներայի խիտ մթնոլորտում, եւ հետապնդողներն ասում են, որ այս քիմիական նյութի աղբյուրի միակ բացատրությունը կենդանի ինչ-որ բանն է։ Կարող են գազային հսկաներն ունենալ նույն հնարավորությունը։ Եթե մեզ հաջողվի գազային հսկաների վրա կյանք գտնել, ապա այն հավանաբար բոլորովին այլ կլինի, քան մենք սպասում ենք։ Գազային մոլորակների վրա կյանքի ձևերը կարող են գոյատևել լույսի փոթորիկների էլեկտրական էներգիայի հաշվին եւ ջուր ստանալ մթնոլորտի գոլորշիներից։ Իհարկե, կյանքի նման ձևը պետք է դիմանա գազային հսկաների ծայրահեղ ճնշմանը։ Ամեն օր մենք ավելի ու ավելի շատ էկզոմոլորակներ ենք գտնում, եւ մի օր մենք կկարողանանք կյանքի նշաններ գտնել դրանցից մեկի վրա։ Կեպլեր տեզրանավի հին տվյալների վերլուծությունն այն ամենը չէ, ինչ մենք կարող ենք անել նոր աշխարհներ գտնելու համար։ Հայտնվեց մեկ այլ գերհզոր աստղադիտակ, որը Կեպլերի իրավահաջորդ տեզրական աստղադիտակն է, որը տոննաներով նոր էկզոմոլորակներ է գտնում։ Այն արձակվել է SpaceX բազը 9 հրթիռով 2018 թվականի ապրիլին։ Տեսը ներկայումս մեր լավագույն
կարևորագույն եւ ամենահմուտ մոլորակներ որոնողն է, եւ այն հայտնաբերել է ավելի քան 2200 տեխնացու մոլորակներ, որոնք պտտվում են պայծառ աստղերի շուրջ եւ որոնցից հարյուրավորները կարող են նմանվել Երկրին։ Էկզոմոլորակների ուսումնասիրության նոր դարաշրջանը նոր է սկսվում, երբ մեր նոր աստղադիտակները, ինչպիսիք են Ջեյմս Վեբը եւ Հաբեքսը, վերջապես գործարկվեն ինչպես հարկն է, մենք կկարողանանք գտնել ավելի շատ նոր աշխարհներ եւ իմանալ, թե կոնկրետ ինչից է կազմված դրանց մթնոլորտը։ Հնարավոր կլինի հայտնաբերել ջրի գոլորշիները, ինչպես նաեւ թթվածինը, ինչը կարող է նշանակել կյանքի առկայությունը։ Պարզապես մտածեք, ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մենք չգիտենք այլ աստղերի շուրջ մոլորակները սովորական են թե հազվադեպ։ Նոր հայտնագործությունների շնորհիվ մենք այժմ ապացույցներ ունենք, որ մեր գալակտիկան լի է այլ աշխարհներով, եւ նրանցից մի քանիսի վրա կարող է կյանք գոյություն ունենա։ Ինչ եք կարծում, մենք շուտով կյանք կգտնենք այլ մոլորակի վրա, եւ եթե այո, ապա ինչ եք կարծում, դա կազդի աշխարհի վրա։ Տեղեկացրեք ինձ մեկնաբանություններում ձեր կարծիքի մասին, ինչպես նաև բաժանորդագրվեք եւ հավանեք տեսանյութը։ Եղեք հետաքրքրասեր եւ մենք կհանդիպենք մի քանի օրից։